Ֆանտաստիկ լավ բանի մասին եմ ուզում խոսել։ Ինչպես գիտեք, այս հունվարից արդեն գործում է առողջապահության բժշկական ապահովագրությունը, որը անվճար է մեր շատ սիրելի տոշակառուների, մեր տատիկների, պապիկների, մեր ծնողների համար։ Ու այդ ապահովագրությունից, անվճար բուժօգնության հնարավորությունից օգտվել արդեն իսկ 50,000 տոշակառու։ 50,000։ Նրանց մեջ տասնյակ մարդիկ ստացել են 4 միլիոն դրամից ավել արժեցող վիրահատություն կամ բժշկական այլ օգնություն։ Հարյուրավորները ստացել են 2 միլիոն դրամից ավելի թանկ վիրահատություն կամ այլ բժշկական միջամտություն։ Տասնյակ հազարները ստացել են 50 կամ 100,000 դրամանոց օգնություն, դեղորայքային օգնություն են ստացել, գնացել են ու անվճար կամ շատ մեծ զեղչերով ձեռք են բերել դեղամիջոցներ։ Մեր տատիկ-պապիկները, այն մարդիկ, ովքեր մեր ամենանուրբ խավն են, մեր նկատմամբ մեր կյանքի ամբողջ ընթացքում ամենաշատ հոգ տարած մարդիկ են։ Այն մարդիկ են, ովքեր հիմա էլ նույնիսկ այդ տարիքին հասնելուց հետո չեն ուզում մի լրացուցիչ բեռ, որպես ֆինանսական իրենց առողջական խնդիրները դարձնեն իրենց զավակների համար կամ իրենց թոռների համար, ու նրանցից շատերը ցավոք սրտի երկար տարիներ ապրել են, օրինակ, չգիտեմ, գրիժայից առաջացած ցավերով, ենթադրենք լեղապարկի քարից առաջացած ցավերով կամ կատարակտի խնդրով, այդ ամեն ինչին դիմացել են ընդամենը որպեսզի լրացուցիչ ֆինանսական բեռ չդարձնեն դա իրենց զավակների կամ իրենց թոռների համար։ Ու իրենց թոշակն էլ չի ներել, դա բնականաբար, քանի որ 100,000 դրամանոց կամ միլիոն դրամանոց ինչ որ վիրահատությունների մասին է խոսքը։ Իմ հետ ամեն ինչ ստանում են անվճար։ Մեր տատիկ-պապիկները հիմա ստանում են անվճար բուժօգնություն։ Իհարկե շատ մեծ ցանկ կա հաստատված այն հիվանդությունների, որոնց համար որ մարդիկ ստանում են այդ բուժումը, դրա մեջ մտնում են ամենաայսպես տարածվածները կատարակտը, աչքի տեսողության հետ կապված այդ վիրահատություններն են ստանում, սրտի ռիթմավարի հետ կապված, էնդոպրոթեզների հետ կապված, հաճախ գիտեք, որ ցավոք սրտի տարիքի հետ մարդիկ ավելի ստացվում է այնպես, որ ավելի շատ են մարմնական վնասվածքներ ստանում, օրգանիզմը, քանի որ արդեն էլ չի կոտրվածքներ են ստանում, վնասվածքներ են ստանում։ Այդ կոտրվածքների ու վնասվածքների բուժումն է եւս մտնում է սրա մեջ ու էլի անվճար է, լեղապարկի քայլերը արդեն ասեցի, գրիժաները ասեցի, ու էլի այսպես տասնյակ հարյուրավոր բժշկական դեպքեր, որոնց համար որ պետությունը վճարում է։ Մարդիկ կարող են ուղղակի միլիոնավոր դրամ արժեցող վիրահատություն ստանալ անվճար մեր տատիկներն ու պապիկները։ Ու սա այն լավագույն բաներից է, որ մենք արել ենք նրանց համար, որպես շնորհակալություն նրա, որ նրանք մեծացրել են այն սերունդը, որը որ հիմա ապրում է ու աշխատում է ու որի վճարած հարկերից էլ որ գոյանում է այս գումարը։ Խնդրում եմ, հոգատար եղեք ձեր ծնողների ու տատիկների ու պապիկների նկատմամբ, ամեն ինչ արեք, որպեսզի նրանք համապատասխան ձևով հետազոտվեն, որտեղ հետազոտությունները եւս մտնում է առողջապահության ապահովագրության մեջ, օրինակ կատեն ու MRT-ն, որը շատ թանկ բժշկական հետազոտություն է, ինչպես գիտեք, թանկ թոշակառուների համար, էլի, այսինքն կարող լինի 40,000, 60,000, 80,000 դրամ, դա եւս մտնում է ապահովագրության մեջ, այսինքն անվճար է այդ մարդկանց համար։ Հասկանում եք։ Պետք կատե կոչվածը, որը որ շատ թանկ բան է, 450 կամ 500,000 դրամ արժի ու շատ-շատերի համար էր անհասանելի, հիմա պետությունը դա արդեն 50%-ով է դրա համար փոխհատուցում։ Օնկոլոգիական քաղցկեղի հետ կապված բուժումները, եթե առաջ մինչև 300,000 դրամն էր տալիս պետությունը, հիմա այս գումարը հասել է մինչև 1.5 միլիոն դրամ։ Սա այնա, ինչպես որ պետք է վերաբերվել մեր սիրելի, անչափ սիրելի թոշակառուների։ Սիրելի թոշակառուներ, սիրելի տատիկներ, սիրելի պապիկներ։ Դուք մենակ չեք, պետությունը ձեզ հետ է, կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ձեզ հետ է ու հոգատանում ձեր մասին։ Վստահ եմ, իհարկե կառաջանան ընթացիկ խնդիրները ապահովագրության հետ կապված կլինեն բաներ, որ գուցե պետք էր ավելի լավ անել, գուցե լավարկման տեղ կա, այդ ամեն ինչը կշտկվի միանշանակ։ Բայց իմացեք, որ դուք այլևս մենակ չեք։ Ու վստահ եմ, որ շատ-շատերը արդեն գնացել եք դեղատուն, այդ Արմեդի բանը ցույց եք տվել ու բարձվել է, որ ձեր դեղերը նախքին 20,000 դրամի փոխարեն հիմա ձեր համար արժանանակ արդեն 700 կամ 800 դրամ, sense բազմաթիվ դեպքեր ինձ արդեն պատմել են ու այնքան եմ ուրախացել, չեք պատկերացնի այս ամեն ինչի հետ կապված։ Իմացեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ու խորհրդարանական մեծամասնությունը սիրում է ձեզ ու հոգատանում ձեր մասին ու ամեն ինչ անելու է, որ այս ապահովագրական համակարգը գնալով լավարկվի ու դուք հնարավորինս լավագույնը ստանաք, դուք մենակ չեք ու ձեր խնդիրները այլևս բեռ չեն լինելու ձեր զավակների, ձեր թոռների ու ձեր ընտանիքի համար։ Հանգիստ այցելեք բժիշկների ու ստուգեք այն ցանկը, որը որ փոխհատուցում է պետությունը, այդ ցանկը անասելի մեծ է, ուղղակի ժամերով կարելի է թերթել, թե ինչերա պետությունը փոխհատուցում ձեր փոխարեն։ Անպայման խնդրում եմ, կիսվեք այս տեսանյութով, խոսեք սրա մասին ձեր ծնողների, ձեր տատիկների ու պապիկների հետ, թող նրանք էլ տեղեկացված լինեն, դուք էլ կիսվեք տեսանյութով ու լավ իմացեք, որ այս առողջապահական համակարգը այն առաջին բաներից է, որը որ իշխանության գալու պարագայում իհարկե միանգամից չեղարկելու է օլիգարխիկ ընդդիմադիր կարգը։ Քանի որ այս փողերը, որոնք որ հիմա ուղղվում են ձեր առողջությանը, սիրելի տատիկներ ու պապիկներ, դրանք շատ ավելի մեծ հաճույքով կուղեն իրենց դղյակների ու ասապնյակների կառուցման։ Առողջություն բոլորիդ, ու իմացեք, որ պետությունը ձեր մասին հոգատան։ Ընդդիմադիր որոշ շրջանակներ ընտրությունների նախաշեմին հանկարծ հիշել են թոշակառուների մասին։ Իրենց կառավարման տարիներին նույն թոշակառուներին ընդամենը 6,000 դրամ այն էլ ուշացումներով վճարող անձինք, ովքեր թոշակառուների հաշվին դարձել են այսօր դոլարային միլիոնատերեր, մեղադրում են մեզ, թե իբրև չենք մտածում թոշակառուների մասին, չենք բարձրացնում վերջիններիս թոշակը եւ չենք փորձում նույն թոշակառուների կյանքը շատ ավելի բարեկեցիկ դարձնել։ Եկեք մի հատ հասկանանք, թե ինչ պատկեր ունենք 2018 թվականից մինչ այսօր։
Ովքեր չեն հիշում, ստիպված եմ հիշեցնել, որ 2018 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն թոշակը կազմում էր ընդամենը 16,000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը Հայաստանի Հանրապետությունում կազմում է 36,000 դրամ։ Պլյուս այս ամեն ինչին թոշակառուները հնարավորություն ունեն անկախիկ գործարքների դեպքում նվազագույն 36,000 դրամ կենսաթոշակի փոխարեն ստանալ 43,000 դրամ։ Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է առողջության ապահովագրությունը եւ փաստացի այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք բազմաթիվ դեպքեր, երբ թոշակառուները բժշկական ապահովագրության միջոցով դիմել են վիրահատությունների եւ ստացել են մինչեւ 5 միլիոն դրամ փոխհատուցում։ Այո, լավ լսեցի, մինչեւ 5 միլիոն դրամ փոխհատուցում բժշկական ապահովագրության։ Արդյոք սա չի նշանակում թոշակառուների կյանքի բարելավում, արդյոք սա չի նշանակում թոշակառուների կյանքը ել ավելի բարեկեցիկ դարձնել եւ արդյոք սա չի նշանակում թոշակների բարձրացում։ Միանշանակ նշանակում է։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ կրկին խոսել մի թեմայի մասին, որը շարունակում է շահարկվել եւ գնալով ավելի ինտենսիվ։ Խոսքը վերաբերում է թոշակներին եւ մեզ քննադատող որոշ քաղաքական ուժեր միտումն է, որ փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ հնարավոր կլիներ թոշակները զգալիորեն բարձրացնել, եթե պետական հատվածի աշխատողները ավելի քիչ վարձատրվեին կամ պարգևավճարներ չստանային, այսինքն փորձում են այս երկու թեմաները արհեստական կապել իրար հետ։ Երևի հույսը նրանում է, որ մեր թոշակառուները թվերին լավ չեն տիրապետում կամ բյուջեին լավ չեն տիրապետում, նրանց հնարավոր է խաբել։ Ես այդպես չեմ մտածում եւ հատկապես հիմա խոսքս ուղղում է մեր տատիկ-պապիկներին, խնդրում եմ ժամանակ տրամադրեք ընդամենը 1-2 րոպե, ես համոզված եմ, որ ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի եւ թույլ մի տվեք ձեզ խաբել։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Հիմա սիրելի բարեկամներ, տեսեք ինչ է տեղի ունենում։ 2025 թվականի բյուջեով սոցիալական ծախսերի գծով հատկացվել է ավելի քան 900 միլիարդ դրամ, ընդ որում այս թիվը վերջին տարիներին կրկնապատկվել է։ Այս 900 միլիարդ դրամից 560 միլիարդը կենսաթոշակային ապահովություն է։ Սրա մեջ մտնում են աշխատանքային թոշակները, սպայական անձնակազմի թոշակները, ինչպես նաև կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի մասանումները։ 122 միլիարդ դրամ սոցիալական ապահովության գծով ծախսերն են։ Սրա մեջ մտնում են ծերության, հաշմանդամության նպաստները, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, ինչպես նաև կենսաթոշակառուներին անկախիկ առևտրի քեշբեքերի վճարումները։ 80 միլիարդ դրամ հատկացվել է ժողովրդագրական վիճակի բարելավմանը, օրինակ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ֆինանսավորում եւ նման այլ ծախսեր։ 35 միլիարդ դրամ հատկացվել է Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար, բնակարանային եւ սոցիալական կարիքների հոգալու համար։ Եվ մնացած գումարները 25 միլիարդ, 12 միլիարդ եւ նման այլ գումարներ ամենատարբեր ուղղություններով են գնացել, օրինակ երեխաների հիմնահարցերով, տարեցների խնամքի կենտրոններ, սոցիալական փաթեթների ապահովում եւ այլն։ Ինչն է հետաքրքիր, երբ այս գումարները համադրում ենք պետական ծառայողների ստացածի հետ, ապա հետեւյալ պատկերն է 21000 ուշադրություն դարձրեք, 21000 պետական ծառայողներ միասին ստացել են 124 միլիարդ դրամ բարձրացություն, այդ թվում նաև պարգևավճարները։ Եվ եթե նրանց միջից ֆիլտրենք այդ ամենաշահարկվող թեման մի քանի 100 բարձրաստիճան պաշտոնյաներ, ապա նրանք ստացել են 3.5-ից 4 միլիարդ դրամ։ 3.5-ից 4 միլիարդ դրամ վարչապետ, փոխվարչապետեր, նախարարներ, падգամավորներ եւ այլն։ Ահա սա է իրական պատկերը, սիրելի տատիկ-պապիկներ, եւ ինչու ոչ նաև մեր մնացած սիրելի քաղաքացիներ։ Իրականությունը այն է, որ պետական աշխատողների, պաշտոնյաների վարձատրության, պարգևավճարների մասին այդ տվյալները խիստ ուռճացված են եւ եթե այս հաշվարկը մի անգամ էլ եմ արել, եթե անգամ բոլոր պետական բարձրաստիճան պաշտոնյաները ընդհանրապես հրաժարվեն իրենց վարձատրությունից, ոչ միայն պարգևավճարից, այլև աշխատավարձից ընդհանրապես եւ ենթադրենք համաձայն են անվճար աշխատել 1 դրամով, ինչպես մեր հայտնի գործընկերներից մեկն է խոստանում, ապա անգամ այդ դեպքում եթե այդ գումարը ամբողջությամբ ուղղվի մեր կենսաթոշակառուների թոշակներին, ապա ամսական հնարավոր կլինի ավելացնել թոշակը ընդամենը 350-ից 400 դրամով։ Այսպես են ձեզ խաբում, թույլ մի տվեք ձեզ խաբեն։ Բարելույս բարեկամներ, երեք մի կառավարության որոշում ենք ընդունել, որը կարծես թե աննկատ անցավ մյուսների ֆոնին։ Դուք գիտեք, որ մենք ունենք պետական բյուջեում ծրագիր վերադարձնելու ԽՍՀՄ խնայ բանկում ներդրված ավանները, եւ մենք 2025 թվականին վերադարձնում ենք մինչև 1942 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանները։ Մենք այս տարի որոշել ենք միանգամից 2 տարով երկարացնել այդ ժամկետը եւ վերադարձնելու ենք մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանները, նույն բանաձևերով, ինչ որ գործում էին նախկինում, դա մոտավորապես 5000-6000 քաղաքացու է վերաբերում
Դրանք ստանալու համար անհրաժեշտ է անձահաստատող փաստաթղթով դիմել մեր միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, ունենալով իհարկե նաև սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ, ավանդատուի խնայողական գրքույկը, եթե այն կա, տեղեկանք ՎՏԲ Հայաստան ՓԲ-ից ավանդատուի բանկային հաշվի քարտով մինչև 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ տվյալների մասին եւ եթե կան այլ փաստաթղթեր, նաև դրանք ուզում եմ այսքանը ձեզ տեղյակ պահել, որ ծրագիրը շարունակվում է, մենք միանգամից 2 տարով ենք երկարացրել այդ ժամկետը, թվում ենք վերադարձնելու, այնպես որ ձեզ բարի օր, լավ եղեք։